Երեխեք, պատրաստ եք, ես խնդրում եմ բանը, հանգիստ եղեք, մեկ է ձայները բանարեք։ Դե լռություն պաշտպանեք, որ ասեմ։ Ես խնդրում եմ լռություն, որ կարողանանք խոսել։ Աջ կողմը, լռություն։ Պատրաստ ենք։ Այսինքն ինչ առաջի քայլը ինչ եմ անելու, հա։ Ուրեմն առաջի քայլը լինելու է կադրային քայլը, թե ում ենք աշխատելու, եւ բացի դրանից երկրորդ քայլը նորից համատեղ, այդպես ասեմ, պետք է անպայման տեխնացուներին հրավիրեմ ինձ քննարկելու բոլորիս ծրագրերը։ Եվ վերջում ընդհանուր հայտարարի գալուց հետո, ուրեմն անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ կոնկրետ աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու եւ դրա լուծումները, թե ոնց ենք գտնելու, բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Ուրեմն ես գիտեմ, դա ինչ սկզբունքով պիտի անենք, ոնց պիտի անենք եւ որտեղից պետք է բյուջեն ավելացնենք։ Դա մեկ։ Այլ հարցեր։ Այո, չկա, մենք մեր գործը կանենք։ Երեխեք, ինպես արեք, որ ես տեսեմ։ Մարտուն Գրիգորյանն խոսում։ Բա հիմա ոնց ընդունեցինք, բայց ես մտածում եմ, որ ԿՊՆ-ն պիտի մասնակցի եւ այնտեղից էլ շատ մարդիկ պիտի լինեն, որ մասնակցեն, որովհետեւ իրենց քաղաքի, մեր քաղաքի բոլորիս համար է, սա միայն սա Ղուկասյան Վարդանի մասին չի խոսքը, սա ժողովրդի մասին է խոսքը, իրանք ինչ քայլ որ անեն, դա ժողովրդին են անելու, Ղուկասյանի խնդիրը չէ այստեղ, այստեղ քաղաքի բնակչության խնդիրն է, եթե իրենք պիտի ոտ պահեն բնակչությունը իրենց կարծիքը կասի իրենց նկատմամբ դիմացի ընտրություններին։ Մարտուն Գրիգորյանի հետ խոսել եք, շնորհակալություն հայտնելու եք, որ ձեզ քաղաքապետ դարձրեց իր ուժը։ Գիտեք, այդպես ասել եմ մի քիչ սիրուն չէ, բայց ես երբ տեսնեմ, ինչ է պատահը, ես խնդիր չունեմ, ասել եմ, մենք ես իրենց ողերիմ թշնամի չեմ ճանաչում, ես իրենց ազգի հետ, իրենք մեր ազգի հետ շատ բարի դրացիական հարաբերություններ ունենք, ուղղակի դուք որ չխառնեք ամեն ինչ լավ։ Ձեզ ասում են, որ սա Յուրոսյան հաղթանակ է, որովհետև դուք ամեն անգամ կարևոր որոշումներ կայացնելիս պիտի Մարտուն Գրիգորյանի դուռը գնաք, որ նրանից ձայներ խնդրեք, պատրաստ եք նրա դուռը։ Ես ոչ մեկի դուռը չեմ գնա։ Ուրեմն ես կաբրեմ այնպես, ինչպես ապրել են ուրեմն ընդդիմադիր քաղաքապետերը։ Ինչպես եղել է կարգը, ոնց որ մարդիկ ուրեմն ապրել են, ես այդ սկզբունքով կաբրեմ։ Ես ոչ մեկի դուռ չեմ գնում ընդհանրապես։ Սրբի դուռ գնում եմ միանշանակ, հա։ Բայց ես համերաշխությունը իմ զենքն է, համերաշխությունը, ուրեմն ներողամտությունը, համերաշխությունը իմ զենքն է, ես դրանով միշտ առաջնորդվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Բոյկոտը շարունակվելու է, թե գլխիկոր հետ են գալու եւ շարունակելու են նիստը։ Գաբրենք կտեսնենք, ովքեր որ համարձակ մարդիկ են, ովքեր սիրում են իրենց քաղաքը ամեն ինչից շատ, եւ ասենք քաղաքական պատվերները իրանց համար երկրորդական է, քաղաքի շահը առաջնային է, ուրեմն անպայման այդպիսի մարդիկ կմասնակցեն։ Բայց ովքեր որ միանշանակ կուսակցական են, ամեն ինչից վեր, ամեն ինչից շատ դասում են, ուրեմն կուսակցությունը, մենք էլ կտեսնենք յուրաքանչյուրին իր գնահատականը եւ ես կտամ եւ ժողովուրդը։ Դուք ասացիք, որ պատասխանը պետականից ինչ դուք կան։ Հիմա արժանի պատասխան քաղաքացիական պայմանագրի տալու եք, թե ինչ մենք էլ չմասնակցենք։ Թե շարունակում եք պնդել, որ Նիկոլ Փաշինյանը եթե կա, ո՞րն է աթոռը հարկերով կընտրում եք։ Ուրեմն ես մի բան եմ ուզում ասել, ասեմ ձեզ։ Ալեքսեյ Մատվեիչը կար, Օղորմիրան, շատ մեծ մարդ էր երկրում, մի օր ինձ բախտ վիճակվեց հաց ուտելու իր հետ, մեկը դարավ, չեմ ուզում ասել, որ վարչապետին ինչ որ մի բան ասեց։ Ալեքսեյ Մատվեիչը դարավ ու ասեց, դե, իրեն չեք հարկում, աթոռը հարկեք։ Ես այդ սկզբունքը որտե գրել եմ իմ մեջ, աթոռը կհարկեմ, բայց Պավիծենին ոնց կպահեն, ինչ ձևի կանեն,
Какой привет, такой ответ։ Պարոն Ղուկասյան, քվեարկությունից առաջ դուք լուրջ անհանգստություններ ունեիք ու ասում եք դիմակները պատռելու են։ Որոշ մարդկանց ում դիմակը պատռեցիք քվեարկությունից արդեն հետո։ Ինչ էի ասում։ Դիմակները պատռելու են։ Բա դիմանները պատրվում է շատ մարդկանց։ Հիմա որ տեսեք մարդիկ որ չեն մասնակցում, որ մարդիկ շատ չեն մասնակցում, բան չեն անում, հիմա մարդ կա որ դիմակ չուներ, մարդ կա դիմակ ուներ։ Հիմա այդ բաները հետևից շատ չեմ ուզում։ Իսկ վրեժխնդրություններ լինելու են քաղաքում։ Աղջիկ ջան, դու իսկական փոքր աղջիկ ինչ վրեժխնդրությունների մասին ես մտածում։ Մենք ընդհանրապես վրեժխնդրություններ չունենք։ Հասկանալի է։ Այսքան հավատ ունեցող մարդը կարող է վրեժխնդիր լինի։ Դու չես տեսնում ես այնքան ներողամիտ մարդ եմ որ։ Ես իրոք այդպեսին եմ, լինեմ ձևական չէ։ Պարոն Ղուկասյան, Բան չունեմ, դիմակ չունեմ։ Պարոն Ղուկասյան, տեսեք, որոշում Իմ շրջապատը ամենախելոքն է։ Ուրեմն լավ իմացեք։ Ես այնպեսի բնավորության տեղ մարդ եմ։ Եթե որևիցե մեկը ոտնձգություն անի, առաջինը ես նրանց նկատմամբ իմ մոտիկների նկատմամբ խիստ եմ։ Ես նախ իմ նկատմամբ եմ խիստ, հետո իմ մոտիկների։ Այդքան որ դուք սարքել դրման եք, այսպես հանել եք բանը կարել, այդպես չի։ Դա այդպես չի, հիշեք։ Պարոն Ղուկասյան, ձեր որոշումները կայացնելիս ամեն դեպքում դուք պետք է հաշվի նստեք նաև ընդդիմադիր մյուս խմբակցությունները, ես չգիտեմ, ընդդիմադիր լինել իշխանական լինել մյուսները, ովքեր քվեարկեցին։ Հիմա ամեն դեպքում կախվածություն եք ունենալու այդ խմբակցությունների անդամներից, իրենց ձայներից։ Կարելի ասել, ձեր աթոռի քննարկելու խաղալու է։ Ո՞նց եք։ Քննարկելու ենք բոլորի հետ, յուրաքանչյուր որոշում քննարկելու ենք, դրանից հետո որոշում ենք կայացնելու։ Աթոռները Այս աթոռը հանգիստ է, այս քաղաքապետի աթոռը չի խաղա։ Մարդը կարող է խաղա, աթոռը չէ։ պարոն Ղուկասյան, պարոն Ղուկասյան։ Մենք էլ մի հատ հաստատում։ Քննարկումներ է լինելու, կասեմ։ Իսկ պաշտոններ ուզել են ձեզ։ Կասեմ, քննարկումներ է լինելու, կասեմ։ Ասա։ բացակայությանը եւ Մարտին հարցին ուզում պատասխանել։ Ներկայացուցիչն է եւ ասել է որ թիմ ընտրությունները եւ թիմ կառավարության հարաբերություններում գոյություն ունեն կանոններ, որոնք պետք է պահպանվեն։ Դուք պահպանելու եք այդ կանոնները եւ օրինակ ինչպես եք աշխատում Նիկոլ Փաշինյանի հետ դիվելով ընդդիմադիր։ Ես արդեն 100 անգամ այդ հարցին անդրադարձել եմ։ Ես 100 անգամ անդրադարձել եմ։ Ես այդ հարցին ասում եմ, տեղական ինքնակառավարում ասում է, տեղում ինքնակառավարել։ Ինչ մնում է սուբորդինացիայի հետ, ինչ մնում է պահել, պահպանել ճշմարտությունը։ Ես կպահեմ, կպահպանեմ։ Իր քաղաքական հայացքներին միանշանակ թեմեմ, միանշանակ իրեն թեմեմ, իր կատարած գործունեությունների 99 ու 9/10-ականին թեմեմ, հասկանալի է, բայց տեղական ինքնակառավարումը այլ բան է ասում, իր հետ կապած այլ բան է ասում։ Պարոն Ղուկասյան, Դու ոնց ասես, այսպես։ պարոն Ղուկասյան, Փաշինյանի արածի 0.1% այդ ո՞րն էր որ կողմն Որից պատասխանեմ, ասեմ։ Այն որ ասեցիք Փաշինյանի ասացի, որ ասեցիք 99.9/10-ականին Են մեկ էլ տեղ են տոնում կարող մարդը դարձի կա։ հա, ճանապարհ։ Դե եկեղեցին ինչ է ասում, ապաշխարության կանոններ է տվել, եթե մարդ ապաշխարության բան է ճանապարհ է բռնում, այդտեղ արդեն ես բան չունեմ ասել։ 0.1%-ով շանս։ պարոն Ղուկասյան, Նարեկ ջան։ խորհրդային տարիներին Կոմկուսը դեմ էր մասնավոր սեփականությանը, մեծահարուստներին կուլակաթափ էր անում։ Այս մասով տարաձայնություններ ունեք, թե ոչ։ Ուրեմն այդ մասով ես ունեմ մի բան։ Միանշանակ դեմ եմ եղել, որ սեփականություն չպետք է լինի։ Միանշանակ դեմ եմ։ Միանշանակ դեմ եմ, որ երկիրը սեփականություն չունի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինքը սեփականություն չունի։ Ուրեմն ես կողմնակից եմ չինական մոդելին։ Դա Աստված, որ եթե հանգարց Աստված կամենա կանգնտեղ հասնենք։ Ուրեմն հասկանալի է այդ ժամանակ ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցները այն մեծ գումարները, որ գալիս է որևիցե մի բիզնեսից, չեն թողնելու, որ մի քանի բիզնեսմեն պետությունից հարուստ լինի, որպես ինչ։ Անպայման դրանք պիտի լինեն պետական սեփականություն։ Իսկ մնացածը թող ժողովուրդը, ես էլ դրան եմ կողմնակից, ես դրան կողմնակից եմ։ Դուք որևէ բան պետությանը կնվիրեք, պարոն Ղուկասյան։ Ես հոգեբ։ Դուք ո՞նց եք հարստանում։ Հիմա նայ ասեմ։ Դե ասեմ եմ իսպաս։ Մերոպե ասեմ ես երդասարտի։ Ուրեմն ուշադիր լսի։ Ես նախ հոգեպես եմ հարուստ։ Ուշադիր լսի։
Երկրորդ հերթին ես 64 տարեկան եմ, ուրեմն 12 տարեկանից աշխատել եմ, ամբողջ քաղաքը գիտեր։ Մինչև այսօր իմ գործարանների դաժե մնացորդները մնացել է Գուրբան Ասկերյանի արտադրամաս, տրիկոտաժի արտադրամաս, հացի գործարան, ատրակցիոններ, հասկացար, ներկրում, ուրեմն արտահանում, ներկրում, ուրեմն ֆերմերությունը 82 թվականին ես 21 տարեկան եմ եղել, պատկերացրա, եղել եմ խանութի վարիչ, 200 գլուխ մայր անասուն եմ ունեցել Լենգեսում, հասկանալի է, եւ այդպես շարունակական իմ գործունեությունը ես ծավալ մինչև այսօր, հիմա ես մինչև այսօր ունեմ հսկայական ֆերմա, այն թվերից, այսինքն Լենինականի ժամանակահատվածից Շիրակի մարզի առաջի ֆերմերն եմ եղել, կատի գործարան ունիմ, կատի վերամշակման այդ ամեն ինչը ես ունեցել եմ այն թվականներից։ Իսկ Գյումրի քաղաքապետ եղած տարիներին ինչ-որ բան հետ գցել եք, կարողացել եք ձեր ունեցվածքը ավելացել եք, հակառակը պակասել է։ Պակասել։ Օրինակ ասում եմ, որ ուրեմն իմ ժամանակ պակասել է, բայց ուրեմն քո այդ ուշքո միտքը 17 տեղանոց հյուրանոցի մասին է խոսքը, սաղը 17 տեղ է, գնա հաշվի, հակտակ հաշվի, 17 սենակ է, լսի, ուրեմն այդ հյուրանոցը, հլը մի հատ գնա Երևան նայի, 170 սենականոց հյուրանոցները թողել եք, 0-ից սարկացի հետևից ես ընկե, ու պրիտոմ է դրա բացատրությունը հստակ կա, այնպես որ հեչ վախենալու տեղ չունենք, եթե վախենայինք մեր վրա չէր կրանցվի, հասկանալի է, որովհետև դա բարձրաձայն է։ Պարոն Ղուկասյան, ունեցվածքից որևէ բան պատրաստ եք պետությանը վերադարձնել, թե ոչ։ Ուրեմն իմ ունեցվածքից, եթե որպես ինչ տամ ես պետությանը, ասենք ինչու համար տանք, որ հետո դրանից հետո իրանց օլիգարխները սեփականաշնորեն, որպես Գորդեն Պալասը, որ հիմա առան մեկից իրանց վրա սեփականաշնորեն։ Ես պատրաստ եմ, ինչ ունեմ, ժողովրդին տամ, հասկանալի է, ժողովրդին, որ դու եւ բոլորիդ վրա դա երևա։ Ոչ թե մեկից վերցնեն տան մյուսին, սա ինձ հետ չէր, այն նա ինձ հետ է։ Հիմա նրանից վերցրեք տվեք նրան, որովհետև դա իմ օլիգարխն է։ Միանշանակ դրա վերաբերյալ, գիտեք ինչ, երկրի ամբողջ երկրի ունեցվածքը, ընդերքը, հանքարդյունաբերությունը գրանցված է օֆշորներում։ Դրա համար ձայն տվեցինք, որ կար ասում էր, պետք է կամ հետ բերեմ։ Բա ուր է այդ ոսկու հանքերը, մոլիբդեններն ու մյուսները պղնձի ու չգիտեմ այլումինի հանքերը, որն է պետական սեփականություն, ջրերն ու մնացածներ ամեն ինչը։ Ավտոտնակներից հատիկ բերում է։ Ես ուրեմն գիտեք ինչ, հələ որ քյաբաբներն է բերել։ Ամրես հայ քյաբաբները, հա։ Լավ է լոդում են։ որ առաջարկում է գնալ արտահայտություններ, կարող է հույս ունենալ, որ իրենք կհաղթեն, եթե արտահայտություն լինի, այս անգամ ավելի մեծ ձայնով։ Դե հիմա ես խոսք եմ տալիս, եթե արտահայտություն լինի, այդ ես բոլորիդ խոսք եմ տալիս։ Մենք չէինք որտեղ գրեն սկզբունքը, որ իրանք ինչ ձևով դուք արձանագրեցիք, չէ՞ ինչքան փող բաժանեցին, գնացիք տեղերը, բան տեսակ, որ մտան, ինչ եղան, ոնց եղավ, բան եղավ։ Մենք դրա վերաբերյալ չէի հավատում, բայց դուք կտեսնեք, թե ես ինչ ձևի ժողովրդին կբացատրեմ, որ մարդիկ, որ մտնում էին, ասում էին, բանը հայրդ մայրդ մահացած է, հորն ու մորդ գերեզմանի վրա երկում կեր փող տանք քեզ։ Երեխան մահացած է, երեխանի գերեզմանի վրա երկում կեր փող տանք քեզ։ Մենք այդ սկզբունքը չգիտենք, թե ինչ էին անում։ Երկրորդ բանը ոնց էին դուրս հանում բան։ Մենք այդ ամեն ինչը գիտենք։ Այ հիմի որ ընտրություն լինի, գտեսնես թե մենք ինչքան ցային կհավաքենք։ 2008 թվականին ես հավաքել եմ 40,000 ցայն։ Գնացեք նայ։ 30,000 հոգի գնացել, այլ չի ուզում ձեզ սատարի, պարոն Ղուկասյան։ Այդ դու պետք է անես, այդ կրվում է, երեք գնացիր կրվար։ Քեզ այդ բան էին անում, տեսար դու գնացիր քո տեղով ու արձանագրեցիր։ 30,000 հոգի էլ չի ուզում ձեզ սատարի, որովհետև ասում եք 40,000 եք հավաքել, հիմա շուրջ 10,000 եք հավաքել։ 30,000-ը բան։ Հիշում ես այն սպարտացիները, որ ասեցի, որպես բան էիք դարձրել, հիշում ես սպարտացիների Ցար Լեոնիդի, այդ 10,000-ը Այդ 10,000-ը գիտեք ովքեր են, որոնք փողով, վախով, ես չգիտեմ, գործել խոսք տալով չգնացին ընտրության, այլ իսկական գնացին իխորոտ սրտե ճշմարտության համար, հասկանալի է, ու իսկականից այդ սկզբունքը որտեղ գրեցին ու պահեցին։ Սատիկ ջան, իմ ամբողջ կյանքը դժվար է։ Իմ ամբողջ կյանքը հեշտ չեմ ապրել։ Հիմա որ մեկ մարդիկ կան ասում են մանկությունս հետ բերեք, ես չեմ ուզում, իմ մանկությունը հետ կա։
Ես ամբողջ կյանքում դժվարություններով եմ ապրել ու դժվարությունը ինձ համար ապրելակերպ է, հանգիստեղի։ Այ տեսար մարդիկ ինչ օրն էին ընկել։ Ես գիտեմ, որ ամեն ինչից շատ մարդու անունն է։ Որևիցե մի խմբակցություն, եթե հանգարց իրեն ճիշտ չպահեց, ժողովուրդը իր գնահատականը կտա։ Դա չի նշանակում, որ հիմա այստեղ եկան քվեարկեցին, մենք դարձանք քաղաքապետ, դրանից հետո ոտ պահեցին։ Ոտ պահեցին նույն սկզբունքն է։ Ժողովուրդը կիմանա եւ թե իրենց հետեւ ով է կանգնած։ Ես այնպեսի մարդ եմ, որ ինձ բռնելը շատ դժվար է։ Ինչ։ Եթե կա մարդ, ով գիտեք, որ կանգնած է ինչ-որ մեկի հետևում, ինչի՞ չէ բարձրացնում, հիմա այս սպասում։ Всему свое время։ Լավ, ռուսերենը մենք պետք է ասել։ Պարոն Ղուկասյան, քանի որ անդադ Ռուսաստանից եք, հա, խոսում։ Հա, ջան։ Դուք կողմ եք օրինակ Հայաստանի եւ Ռուսաստանի միութենական այդ պետության գաղափարին, թե այնուհանդերձ անկախությունը բացարձակ արժեք եք։ Ես մի բան ասեմ։ Ուրեմն ես դες ասեմ, ես հայամետ եմ։ Ու գիտես մի քիչ սիրուն չէ, իսկական շատ հայրենիք սիրող անձնավորություն եմ։ Ես գիտեմ, որ այս 3 միլիոն ժողովուրդը, որ մենք ունենք, այս 320 միլիոն թուրքա լեզու ազգի մեջտեղը, որ կանգնած ենք, ես գիտեմ, որ մեր մեծերը բոլորը Անդրանիկ Զորավարից, Մխիթար Սպարապետից, Դավիթ Բեկից, Իսրայել Օրուց, Խաչատուր Աբովյանից, որ ասում է օրհնվի այն Սահակը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ, եւ այդպես Իսահակյանից, Թումանյանից, որ ասում է այն մեր փրկությունը իրոք ռուսի հետ միացության մեջ է։ Ես ուզում եմ նմանատիպ ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա ընկնի ոտքերի տակը, այսպես ես չգիտեմ ինչ կարողանա բանակցել, տղամարդ լինի, որ կարողանա իրենց հետ բանակցել եւ ռուսի սխալները, ասի գիտեք, դուք այս հարցերում սխալ եք, դուք մեր նկատմամբ այսպես լավ չեք պահում, այդպիսի ղեկավար է պետք, եւ վերջում էլ արդյունքը սա է, Թուրքա Հայաստանը ինչ վիճակի մեջ է, պետականություն չունեք, մորտված, սպանված, քանդված, ավիրված գերեզման չունեք ընդուп, Ռուսա Հայաստանը ինչ վիճակի մեջ է, Թուրքը մեր նկատմամբ ինչ է արել, ռուսը մեր նկատմամբ ինչ է արել, ինչ որ կառուցվել է այդ 75 տարվա մեջ կառուցվեց։ Հիմա դրա համար այդ ամեն ինչը մենք չտեսնելով, եթե ուզում ենք չտեսնել, դա ես չգիտեմ ինչ մարդ պետք է լինի, որ այդ ամեն ինչը չհասկանա։ Հետո մի բան գիտեմ։ Մի բան։ Սա բարձրաձայնում եմ։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիլվիզում Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր, որ ռուսները պետք է պահեն ուրեմն Նախիջևանը, Շունիկը եւ Արցախը։ Նույն ժամանակահատվածում Սևրի պայմանագիրը կնքեցին, որ պետք է լիներ 160,000 քառակուսի կիլոմետր Հայաստանը։ Եվ Վիլսոնը հաստատեց դա։ Դրանից հետո մի քանի օր հետո թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը Սևրի պայմանագրից հետո եւ եկան հասան մինչեւ Երևան։ Այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը Ալեքսանդրապոլի խայտարակ պայմանագիրը կնքեց եւ Հայաստանը դարձավ 9700 քառակուսի մետր։ Արևմուտքը գցեցին իրար վրա, Ֆրանսիան Անգլիայի վրա, Անգլիան Ամերիկայի վրա եւ Հայաստանը դարձավ 9700 քառակուսի մետր։ Եթե ռուսները չկային, 29800 քառակուսի մետր մենք հիմա չէինք ունենա։ Էլի ռուսները պահեցին, որ դարձավ 29800 քառակուսի մետր։ Լսեք, սխալներ ունեն։ Բայց պետք է մեր երկիրը այնպիսի մարդ ղեկավարի, որ ոչ թե խապի, այստեղ բան պայմանավոր վերտա նրանց հետ պայմանավորվի։ Այստեղից լուսկաթերնի նորմալ մարդ է պետք, նորմալ մարդիկ են պետք, որ գնան խոսան, այս մենք սխալվել ենք, մենք ազգովի սխալվել ենք, այդքան բան։ Հետո մի բան էլ ասեմ, գիտեք ինչ կա։ Հերիք է պաշտոնի համար, փողի համար գնաք սխալի հետևից։ Գիտեք ինչ ամենամեծ սարսափելի բանը դա է։ Ծախվում են պաշտոնի համար, ծախվում են փողի համար եւ գնում են այն թեկտածու ետևից, որ իրենք էլ տեսնում են, որ այդ թեկտածուն Հայաստանը տանում է կործանման։ Այդ սկզբունքը պիտի վերանա այս ազգի միջից, եթե ոչ, մենք այսօր ավելի վատ վիճակի մեջ կլինենք։ Ներեք, պարոն Ղուկասյան, ի վերջո դուք կողմ եք, թե ոչ միութենական պետությանը։ Կողմ եմ։ Բելարուսի սկզբունքով։
այսօր ինչ գրառմանն է Սարգսյանն ասել է, որ ճգնաժամը այնուամենայնիվ ամուսնացել է, այսպես կառավարել։ Թող լինի, Սարիկս թող լինի, մենք իրար հետ կտեսնենք, կխոսենք, ընդհանուր հայտարարի կգանք Սարիկի հետ։ Ես գիտեմ, որ Սարիկը Երևանից դուրս կգա, Լեննականի համար առաջինը կմտածի Գյումրիի համար, հետո կուսակցական մտածելակերպ կու, ինքը այդպեսի տղա է, ես իրան հավատում եմ։ Պարոն Ղուկասյան, դուք ձեր քարոզարշավի ժամանակ ասացիք, որ երբ որ ընտրվեք Ռուսաստանից գալու են գործարարներ։ Միանշանակ Ռուսաստանից գալու են գործարարներ, այստեղ պիտի մենք հիվանդանոցի խնդիր լուծենք Ռուսաստանի հետ, այստեղ պիտի գործարանների համատեղ գործարանների ձեռնարկությունների խնդիր պետք է լուծենք եւ կտեսնեք, որ այդ ամեն ինչը կլինի։ Ես հույսով եմ։ Եվ ես առաջարկում եմ Եվրոպամետ կուսակցություններին։ Դե թող իրենք էլ որ իրենք ուրեմն կապը հաստատում են Եվրոպայի հետ, ուրեմն մենք տրամադրելու ենք տարածքներ, ամեն ինչ անում ենք, ոչ որ ռուսների ենք անում, ռուսների հետ ենք հիմա այդ սկզբունքը որտե գրել, իրանց էլ ասում ենք, թող իրանք էլ Եվրոպայի հետ, Ամերիկայի հետ որտե գրեն այդ սկզբունքը եւ կշահի Գյումրի քաղաքը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Հա։ Ինչի այդ միլիոն դոլարներն որ Սորոսից ստացել է դրա մասին չի մտածում ինքը։ Հիմա իրան պետք է ասենք, որ Լևոն ջան այդ փողերից բեր, քաղաքին հլնայինք ինչ կենես։ Հատուկ ես իրան կանչեմ իր հետ խոսեմ։ Այսա ձեզ կքննադատեն, որ ասեք կողմեք միութանական միությանը։ Ոչինչ, թող քննադատեն, ես հետ չեմ վախենում, ես շատ ճիշտ եմ մտածում, այո, պետք է մենք Բելարուսի ես կողմնակից եմ, Բելարուսի սկզբունքով պահել այս ամեն ինչը։ ՀՊ-ի վերանը լեզու դրեցիք, ասեն ուզում են սարքեն գուբերնիա։ Ոչինչ, թող հետաքրքիր չէ։ Անկախություն է։ Ոչ, անկախություն է։ Ինչի Լուկաշենկոն այսօր այնպես է նստում։ Լուկաշենկոն է լավ նստում է մնացած ձեր երկրները։ Հələ մատ նայեք, Լուկաշենկոն իրան ոնց է պահում։ Ինչի նույն ընտրությունը, նույն ամեն ինչը մենք այդ ամեն ինչը տեսել ենք։ Հիմա քանի որ այսպեսի ներողություն, մենք քանի որ այսպեսի հարևաններ ունենք։ Մենք այս հարևանները որ ունենք, մենք կարող ենք այս հարևաններին փոխել։ Չենք կարող։ Չուզենալով այսպեսի հարևաններ ունենք, պատկերացրեք։ Մենք Եվրոպայում չենք գտնվում։ Ցավոք սրտի, այդպես է, մեր հարևանները այսպեսին է։ Այո, մեզ պետք է այնպիսի մի երկիր, որ հիմնվենք իր վրա։ Թե չէ սրանք կթափեն մեր վրա, մեր այսքանի երեխեքին է տանին կկործանման ու ես չգիտեմ։ Ես այդպես եմ գտնում, բայց պայմանները պաշտպանել, այսինքն Հայաստանի անկախությունը եւ շատ խնդիրներ, այո, սուվերեն այդ ամեն ինչը պաշտպանելով ոչ թե գնալ, պարգել, լգնել ոդասնակ, այլ պաշտպանել այդ ամեն ինչը, այդ սկզբունքները, որը միանշանակ կողմ եմ ես դրան։ Այո։ Նախ շնորհավորում եմ ձեզ Ապրես։ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար։ Տեսնես կը։ Երբ դուք քարոզարշավի մեկնարկից սկսած անընդհատ նշում եք, որ 13 տարվա քաղաքապետ եք եւ աշխատանքներ եք իրականացրել, բայց իր հարցազրույցներից մեկում Միքայել Սերբազյանը նշել է, որ նախկին Ղուկասյանը չէ, նա փոխվել է։ Այստեղ հակասություն չեք տեսնում եւ փոխվել եք դեպի լավը 13 տարվա աշխատանքի ժամանակ վատն էիք։ Մեր Սերբազյանն է դե մի բան է խոսում է։ Ինձանից տարիքով փոքր է, գիտես։ Հետո ես որ այստեղ քայլում էի, ինքն էլ ջահել տղա էր, բան, ընդեղից հերվից ինձ դժվար բարև էին տալիս, գիտես ինձ բարև տալ այդքան հեշտ էր։ Մենք այդպես իրար հետ հանակներ ունենք, էլի դու ընտունի։ Մենք իրար հետ կխոսանք Սերբազյանի հետ, ինքն էլ է փոխվել, ես էլ եմ փոխվել, դու չես փոխվել, դու էլ կփոխվես։ Մի խառնի, բոլորս է կփոխվենք։ Ինչի համար։ Սուտ, ես ստորագրահավաք չեմ կազմակերպել, դա ինձ ձեռագիրը չի, սուտ է։ Իրար է, հավանական է, որ ասել է ռեյտինգ է ուզեցել իրա բարձրանա, բարձրացել է Սերբազյանից, ոչինչ, թող բարձրանա։ Եթե իմ վրայով ենկան մարդու ռեյտինգ է բարձրացել։ Մի վա, չէ սիրուն ջան։ Լավ, էլ բան կա ասելու։ Երեխեք, իրոպես վա, էլ բանուն։ Ծառայողական մեքենա, ես չգիտեմ, ես ինչ ժամանակ էլ իմ մեքենաներս եմ օգտագործել, ես հավանական է ուրեմն կլինեմ զրահապատ մեքենայով, այնքան ժամանակ մինչև 2007 թվականի սպանություններն ու սպանությունները չբացահայտվի։ Իդեպ պարոն Ղուկասյան, ասացիք բարձրացնել եք աշխատավարձերը, Ջնրես Տարակյան, ասել եք բարձրացնել եք աշխատավարձերը, ասել եք քաղաքապետարանի աշխատակազմից ու ձեր աշխատավարձը բարձրանալու է իջնելու, ոնց եք վարվելու դրա հետ։ Դու ոչինչ մի բաների։ Բան չեմ ելնում։ Չէ, անպայման կստանամ Նարեկ ջան, կստանամ, որ քեզի
ստանամ, որ քեզ լավ բաներ առնեմ։ Չվախենաս։ Բայց գուցե համայնքի բյուջեին թողեք, հա։ Հանգիստ, դու հանգիստ եղիր։ Դու մի ներշնչի։ Դու որ ներշնչում ես, ես հուզվում եմ, Նարեկ, չի կարելի, դախր։ Ինքը գյումրեցի չէ, ինքը արտիկցի է։ Ես Դու ֆաշին, դες արտիկից փախավ, արտիկցիկ նայեք, փախավ Նարեկը։ Ես երբեք չեմ ասել։ Տորմուզ հենդոյի նմանները դուրս կգան։ Դու չվախենաս այդ հարցում։ Ես հատուկ քեզ տեղյակ կպահեմ։ Այո։ Բայց ինքը ընդհանրապես չի գնալու, այստեղ մնալու է ու բայց այդ կառույցից է ՀՊԱ-ական կադրերի կպահեք, եթե մնա լավ աշխատող է, թե լավ աշխատող եղավ, անպայման կպահեմ։ Սարիկ Մինասյանի թիմը։ Անպայման, եթե լավ աշխատող եղավ, կպահենք։ Ոնց է բոլորը հավաքականու անդամներին, որովհետև Իմ ճիշտ ապրելակերպով, խելացի, ներողամտությամբ, համերաշխությամբ, խաղաղասիրությամբ, որ ասում է Երանի խաղաղասերներին, որոնք Աստծո զավակներ պիտի կոչվեն։ Եթե խաղաղություն, համերաշխություն կա, ուրեմն այդտեղ կա շենություն, պտղաբերություն եւ ամեն ինչ դրական առումով։ Այդ դուք եք անում, դուք եք սաղ, դուք եք սարքի։ Այդ ինչ որ ամենախելոք քաղաքը Գյումրին է, հիշեք։ Վերջի 30 տարվա ինչ որ կա չկա, Լենինականից հետո ամենախելոքն եղել է Գյումրին։ Սա հիշեք, Լենինականից հետո։ Սա հիշեք։ Այդ ինչ էլ որ դուք անում եք, հերիք էլի մի քիչ հանգստացեք։ Եղավ, հա։ Վերջինը, թողեք, լավ է, թողեք տան, ինչ եք ուզում այն մանուկ։ 26 թվականին հնարավոր է, որ նաև վարչապետի քեկնածու առաջադրվեք։ Եթե շատ մարդիկ, որոնք չի ընդրում ժողովուրդը, եթե իրենք կանչեն ու ասեն, այո, մենք գտնում ենք, դու որ պետք է ստանձնես այդ պարտականությունը, իրանք համաձայնություն տան եւ իմ կողքին կանգնեն, այո։ Դե համեցեք։ Էլի կոնկուրսի Առաջ անգամ ասեցի։ Էլի կոմունիստական դիктատորության անունից։ Այս մարդը լավ մարդ է։ Էլի կոնկուրսի ցուցակով, պարոն Ղուկասյան։ Կաբրեն կտեսնենք, հանգիստ եղի, կաբրեն կտեսնենք։ Ոնց որ աշխատել եմ, ասպես ոնց եմ աշխատում, դիա շատ հանգիստ։ Ոտքի վրա։ Թակ ոդի, հա։ Սիրախաղում էիք լրատվամիջոցներին առաջ թուրքական ժամանակ։ Բայց կարելի, բայց այդպես էր այն ժամանակը 30 տարի մեկի վրա որ գրել։ Բայց չասես այդ խոսքը։ Հիմա գլխավոր խմբագիրը չի